$1,000 ապրանք 2025-ին, $5,757,000 2026-ի առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են։ Նոր ատոմակայան կառուցելու հարցում Հայաստանի կառավարությունը կարծես թե կողմնորոշվել է, քննարկվում է արևմտյան առաջարկով մոդուլային ատոմակայան կառուցելու հարցը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկների արդյունքները, ԲՀԿ ճակատագիրը կորոշվի կիրակի։ Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրպարտություն հոդվածով։ Ռուսաստանի զինուժը առաջ է շարժվում կենտրոնական ռազմական շրջանի բոլոր հատվածներում, Պուտինի հայտարարությունը։ Խամեյնին կհուղարկավորվի հուլիսի 9-ին։ Ավտովթար Լոռու մարզում կողաշրջվել է Ֆորդ տրանզիտը։ Վարորդի ուշադրության շեղումը մեքենայի ղեկին շարունակում է մնալ ճանապարհային անվտանգության առաջնային խնդիրներից։ Ինչ է իրենից ներկայացնում լայմի հիվանդությունը եւ ինչպես դրանից ապահովագրվել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկների արդյունքները։ Ըստ այդմ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ձայները ավելացել են 508-ով դառնալով 340,088 քվե։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները ավելացել են 147-ով դառնալով 58,378 քվե։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները ավելացել են 1148-ով 727,820 քվե եւ Հայաստան կուսակցությունների դաշինքի ձայները 145,113 քվե ավելացել են 217-ով։ Բարգավաճը վերահաշվարկից հետո կգնա արդյոք խորհրդարան, պարզ կլինի կիրակի։ Արդեն վաղը ժամը 18-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները։ Վարչական դատարանը այսօր քննության է առել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների դեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ներկայացված հայցերը, ինչպես հայտնի է, հունիսի 11-ի ուշ երեկոյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց անվավեր ճանաչել թիվ 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդանի անցողիկ 4%-ը հաղթահարելու շանսերը ավելի նվազեցին։ Հունիսի 12-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց նաև թիվ 12 կոտորակ 13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Ինչը օգնեց իշխանություններին հաղթանակ տանել ընտրություններում եւ ինչը խանգարեց ընդդիմությանը հարցին անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդը ընտրական խախտումների մասին է հիշեցրել, շեշտել, որ դրանք կարող են ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա։ Տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով եւ նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ-որ բարբերաբար փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ ասենց իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարել։ Դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրպարտություն եւ վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու եւ 9 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով Ծառուկյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հերքի մայիսի 28-ի ճեպազրույցում հնչեցրած հայտարարությունները, մասնավորապես նրան հանցագործ, շպիոն, գործակալ անվանելը, հանցավոր գործարք կնքած լինելու, Հայաստանի ժողովրդին թալանելու եւ օտարերկրահատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու վերաբերյալ հայտարարությունները։ Ըստ Ծառուկյանի այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, սուտ են։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով մաղթելով բարեկամ Հայաստանի կառավարությանը եւ ժողովրդին հետագա առաջընթաց եւ բարգավաճում։ Հայաստանից Ադրբեջան ուղղակի արտահանման որևէ դեպք
հաղորդակցական վերականգնումից ի վեր պաշտոնապես չի գրանցվել, փոխարենը միայն հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանից Հայաստան է առաքվել մեծ քանակ դիզվառելիք։ Այս տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է խորհրդանշական $960 ապրանք։ $789,000 ապրանք 2025-ին, $5,757,000 էլ միայն այս տարվա առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են, կոնկրետ դիզվառելիքի, որը նախորդ տարեվերջից վաճառվում է մեր շուկայում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած ցանկում մեր երկրի անվան կողքին գրված թվերն աննշան են մյուս պետությունների համեմատ, որոնց հետ Բաքուն առևտրաշրջանառություն ունի, ինչպես նաև իրենց ընդհանուր արտահանումների ծավալի մեջ։ Իրականում, սակայն, չնչին է այն թիվը, որը ներկայացնում է հակառակ առևտուրը Հայաստանից Ադրբեջան $960 միայն, ընդ որում Երևանից Բաքու որևէ ապրանք չի ուղարկվել։ Երրորդ երկրից Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Երևանն ու Բաքուն տարեսկզբից ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, հայկական փայլաթիթեղներ գրավել ադրբեջանցիների ուշադրությունը չէին պատվիրել, բայց ինչպես հայտնել էր էկոնոմիկայի նախարարը, ամենաերկար բանակցությունները այդ հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլաթիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ մատնանշում էր Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանին վաճառելու համար առաջարկել էր հենց փայլաթիթեղ, ալյումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ Գրեթե կես տարում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլաթիթեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել, գնում են, թե ոչ։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասեր իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Սա կարող է լինել քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ, կարող է լինել եւ պարզապես տնտեսական։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաեւ այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է, նաեւ հաստատված խաղաղության վկայություններից, ինչպես հենց իրենք են ձևակերպում, սակայն փորձագիտական վերլուծական համայնքում այս կարծիքին չեն։ Այստեղ հիշեցնում են Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը եւ ԱՄՆ զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր տնօրեն Բեն Բլեքը քննարկել են TRIP նախագծի իրականացումը, որը պետք է ապահովի անխափան տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի միջև։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև կապերի զարգացման գործում Ադրբեջանի ռազմավարական դերին, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության եւ նավահանգստային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցերին։ Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի հաջող ավարտի դեպքում Հայաստանը կկարողանա ատոմակայանը պահել իր էներգահամակարգում առնվազն մինչև 2036 թվականը։ Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը զուգահեռ կառավարությունը շարունակում է նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները եւ արդեն հայտարարվել է նոր ատոմակայանի մոդելի եւ տեսակի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Դեպի ատոմարտահանման շուկան փակվեց, խնդիր չէ, ապրանքները Եվրոպա կարտահանվեն։ Նոր ատոմակայան կառուցելու հարցում էլ Հայաստանի կառավարությունը կարծես թե որոշել է արևմտյան առաջարկով մոդուլային ատոմակայան կառուցել։ Հայտարարել է կառավարությունը, որ մենք գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով, որ երկրից է առաջարկը, ինչ արտադրության պետք է լինի էներգաբլոկը, հայտնի չէ։ Կառավարության ներկայացուցիչներն ասում են, թե մոդելի ընտրությամբ պայմանավորված կլինի արտադրող երկիրը։ Առաջիկա 10 տարիների ընթացքում որոշվելու է դրա կառուցողն ու նոր նախագծի իրականացնողը։ Տարբեր երկրներից առաջարկներ ունենք, այդ առաջարկները ուսումնասիրում ենք դրանց ինչպես տեխնիկական հատվածները,
այնպես էլ անվտանգային եւ ֆինանսական հատվածները։ Տեսականորեն 10 տարին բավարար ժամանակ է ռեակտոր կառուցելու համար, բայց այստեղ ուզում առանձնացնել ռեակտոր են կառուցում, թե կայան են կառուցում, դրանք տարբեր բաներ։ Էներգետիկ ոլորտի մասնագետները սակայն նոր ատոմակայանի կառուցման եւ շահագործման առնչությամբ այդքան էլ լավատես չեն։ Եթե խոսքը մոդուլային կայանների մասին է, ապա այդ մոդուլային կայանները Հայաստանի ձեռնատու չեն։ Դրանք փոքր կայաններ են, փոքր հզորությամբ եւ նման կայանի կառուցումը միայն խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, այլ ոչ թե խնդիրներ է լուծել։ Հայաստանը կարիք ունի ոչ թե նոր ատոմակայանների, այլ նոր ռեակտորի, բավական հզոր։ Այս պահին Հայաստանի ատոմային էլեկտրակայանն անջատված է ընդհանուր էներգահամակարգից եւ գտնվում է շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վերանորոգման process-ում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ ատոմակայանը 5 տարին մեկ անցնում է այս գործընթացով եւ այն տևելու է 3 ամիս։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել մինչև 2036 թվականը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկո շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ռուսաստանի զինուժը առաջ է շարժվում կենտրոնական ռազմական շրջանի բոլոր հատվածներում Պուտինի հայտարարությունը։ Խամեյնին կհուղարկավորվի հուլիսի 9-ին։ Ավտովթար Լոռու մարզում կողաշրջվել է Ֆորդ տրանզիտը։ Վարորդի ուշադրության շեղումը մեքենայի ղեկին շարունակում է մնալ ճանապարհային անվտանգության առաջնային խնդիրներից։ Ինչ է իրենից ներկայացնում լայմի հիվանդությունը եւ ինչպես դրանից ապահովագրվել։ Շարունակում ենք թողարկումը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շարիֆը հավելել է, որ համաձայնագրի վերջնական տեքստը, որն արդեն պատրաստ է, առաջիկա 24 ժամվա ընթացքում ներկայացվելու է ստորագրման էլեկտրոնային եղանակով։ Ըստ Շարիֆի, դրանից հետո հաջորդ շաբաթ արդեն տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փոխհմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նա նշել է, որ եթե կողմերը վերջնական գործարքի չհասնեն, ապա հավանականություն կա, որ նրանք կվերադառնան այն վիճակին, որ կար մինչև նախնական պայմանավորվածությունը։ Բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո համաձայնագիրը կստորագրվի եւ կհայտարարվի այդ մասին։ Կողմերը սկզբնական փուլում հեռավար կարգով եւ թվային եղանակով կստորագրեն փաստաթուղթը։ Ես մեծ հույս ունեմ, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Իրանական ակտիվների շուրջ բանակցությունների շրջանակում ծագած վեճի լուծման նպատակով Կատարը Իրանին առաջարկում է $12 միլիարդ ներառող ֆինանսական աջակցության փաթեթ։ Առաջարկը ենթադրում է Կատարում պահվող իրանական $6 միլիարդ միջոցների ազատում, ինչպես նաև լրացուցիչ $6 միլիարդ վարկային գիծ։ Թեհրանը ցանկանում էր ստանալ սառեցված ակտիվների կեսը բանակցությունների սկզբում, իսկ մնացածը վերջնական համաձայնության գալուց հետո։ Միացյալ Նահանգները սակայն մերժել է այս տարբերակը։ Ի պատասխան Կատարն առաջարկել է այլընտրանքային կարգավորում։ Ազատված $6 միլիարդ կծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, լրացուցիչ $6 միլիարդն էլ կտրամադրվի Կատարի կողմից կառավարվող վարկի կամ վարկային գծի տեսքով, իսկ իրանական կողմը վերջնականապես կորոշի, թե ինչպես օգտագործել այդ միջոցները։ Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հաջորդ ամիս հուլիսի 9-ին։ Գրեթե 37 տարի Իրանը ղեկավարած առաջնորդին հրաժեշտ կտան նրա հայրենի քաղաքում հյուսիսարևելյան Սուր Մաշհադում նախատեսված սգո արարողությամբ, որի սկզբանե պետք է տեղի ունենար մարտին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր։ Մինչև այդ հուլիսի 4-ից Թեհրանում հիշատակի երրորդյա արարողություններ կանցկացվեն։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԵԿ-ի տրանսպորտային արտադրամասին, վնասվել են մեքենաներ եւ լիցքավորման կայաններ, կրկնակի հարձակումների բարձր վտանգը պահպանվում է, տուժածների մասին չի հաղորդվում։
Ռուսաստանի զինված ուժերը առաջ են գնում կենտրոնական ռազմական շրջանի բոլոր շատվածներում, թշնամին չի կարողանում զսպել այս հարձակումը եւ դիմում է ահաբեկչական մեթոդների, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նշել է, որ այս տարածաշրջանները պետք է զարգանան անօթաչուների վտանգի պայմաններում, կյանքի բոլոր ոլորտները սակայն պետք է հզոր խթան ստանան, քանի որ դա ազգային խնդիր է։ Ռուսական զորքերը վստահորեն առաջ են գնում, պահպանելով ռազմավարական առավելությունը կենտրոնական ռազմական շրջանում։ Ուկրաինական զինուժի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված ոչ մի հարված իզորու չէ օգնել հակառակորդին։ Դոնբասի եւ Նովորոսիայի շրջանները մինչեւ 2030 թվականը պետք է հասնեն կյանքի որակի նկատելի բարձրացման սահմանված ազգային չափանիշներին համապատասխան։ Մենք պետք է ոչ միայն վերակառուցենք Դոնբասում եւ Նովորոսիայում ավերվածը, այլև նոր հիմք դնենք հետագա զարգացման համար։ Շատ բան է արվել Դոնբասի եւ Նովորոսիայի զարգացման համար, բայց դեռ շատ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։ Բալթիկ ծովի վրայով պտույտներ գործած ռուսական ռազմական ինքնաթիռների որսման նպատակով Շվեդիան կորսանիչներ է երկինք բարձրացրել։ Ռուսական երկու մարտական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Շվեդիայի օդային տարածքի հարևանությամբ Բալթիկ ծովի հարավային եւ հյուսիսային հատվածներում։ Ընդհանուր օդային տարածքի անվտանգության ապահովման նպատակով օդ են բարձրացել նաեւ ՆԱՏՕ ինքնաթիռները։ Շվեդիայի պաշտպանության նախարարությունից հայտարարելով, որ երկրի օդային տարածքի խախտում չի արձանագրվել, միաժամանակ հավելել են Ռուսաստանի գործողությունները պարբերական բնույթ են կրում, սպառնալով երկրի տարածքային ամբողջականությանը ու անվտանգությանը։ Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին, նախապես կոչանելով տարհանել այդ հատվածի բնակիչներին, հարվածներ են հասցվել նաև Էննաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին, ավելի վաղ Ցախալը հայտարարել էր, որ բնակչությունը պետք է անհապաղ դուրս գա Լիբանանի եւ Իսրայելի սահմանային հատվածից, Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, զոհերի թվում քաղաքապետ կա։ Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մատյարը երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությանը մեղադրել են ընտրողներին խաբելու մեջ։ Նա նշել է, որ Օրբանը ժամանակին հայտարարել է, որ չի կիրառի եվրոպական միգրացիոն պակտը, մինչդեռ իրականում պատրաստվում էր երկիր ընդունել 100 հազարավոր միգրանտների։ Մատյարը հայտարարել է, որ նախորդ կառավարությունը սկսել էր փախստականների ճամբար կառուցել Ավստրիայի սահմանի մոտ, բայց հրաժարվել էր այդ գաղափարից տեղի բնակիչների ճնշման տակ։ Վաշինգտոնի ազգային ծառուղու գազոնին հայտնված 8647 թվերը հիշեցնող նշանների հայտնվելու փաստով հետաքննություն է սկսվել։ Գրությունները հայտնաբերվել են Վաշինգտոնի հուշարձանի մոտակայքում, առավոտյան դեպքի վայրում արձանագրվել է խոտածածկույթի գույնի փոփոխություն, որն էլ հենց ձևավորում է 8647 թվերի հաջորդականությունը։ Լաբորատոր քննության համար վերցվել են փորձանմուշներ, ԱՄՆ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները տեղի ունեցածը վանդալիզմի անընդունելի դրսևորում են որակել եւ նշել, որ նախագահային հասցեագրված հնարավոր ցանկացած սպառնալիք դիտարկվում է ամենայն լրջությամբ։ Ամերիկյան լրատվամիջոցների ենթադրությամբ խոսակցական անգլերենում 86 արտահայտությունը կարող է նշանակել ազատվել կամ հեռացնել, սակայն քաղաքական համատեքստում դրա մեկնաբանությունները շարունակում են տարակարծությունների տեղիք տալ։ Սպիտակ տունը ընդգծելով միջադեպի լիարժեք քննության կարևորությունը հայտարարել է, որ քաղաքական բռնության ցանկացած ձև եւ խորհրդանշական արտահայտություն անընդունելի են եւ պետք է դատապարտվեն։ Վերադառնանք մեր խնդիրներին, այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչների վարած Օփել եւ Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ֆորդ Տրանզիտը կողաշրջվել է։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ տուժածներ չկան։ Բջջային հեռախոսները շեղում են վարորդի ուշադրությունը, մեծացնելով վթարների հավանականությունը, այն ստիպում է վարորդին կորցնել կառավարումը, խանգարում ճիշտ գնահատել իրավիճակը եւ երկարացնում արձագանքման ժամանակը։ Մասնագետները խորհուրդ են տալիս անվտանգության նկատառումներով մեքենան վարելիս հրաժարվել սմարթֆոններից օգտվելու գայթակղությունից։ Վարորդի ուշադրության շեղումը մեքենայի ղեկին շարունակում է մնալ ճանապարհային անվտանգության առաջնային խնդիրներից։ Շեղումներին նպաստող ամենատարածված պատճառներից մեկն էլ մեքենա վարելիս հեռախոսների օգտագործումն է։ Իշխանության ներկայացուցիչները առաջարկում են անվտանգության ապահովման նպատակով եւ իրավախախտումների դեմ պայքարում ավելի խիստ վերահսկողություն սահմանել։ Այդ իսկ նպատակով առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել տեխնիկապես հագեցած բարեկային տրանսպորտային միջոց, որը 360 աստիճան տեսանկարահանման հնարավորության շնորհիվ կկարողանա ֆիքսել նաև մեքենայի ներսում հեռախոսի օգտագործումը։ Ասեմ նաև, որ 19000
հեռախոս օգտագործելու ուրեմն դեպքեր են արձանագրել, անցած տարի շուրջ 40,000 նման դեպք են ունեցել, բայց մենք այս դեպքերը հակ ունենանք, եթե մենք սրա արմատներին, այսպես ասած, չկպնենք։ Այս որոշումը սակայն հանրության կողմից միանշանակ չընդունվեց։ Եթե ոմանք այն սկսեցին գնահատել որպես ճանապարհային անվտանգության բարձրացման ուղղված անհրաժեշտ քայլ, ապա մյուսներին սկսեցին հետաքրքրել վերահսկողության նոր մեխանիզմների սահմանները եւ դրանց կիրառման իրավական ու գործնական կողմերը։ Մասնագետների դիտարկմամբ հետազոտությունները վկայում են, որ հեռախոս օգտագործելիս մարդու արձագանքման արագությունը շուրջ 60%-ով նվազում է։ Փորձագետները նաեւ ընդգծում են, որ պետական մարմինները չեն հրապարակում վիճակագրություն այն մասին, թե ճանապարհատրանսպորտային պատահարների քանի տոկոսն է պայմանավորված եղել վարելու ընթացքում հեռախոսների օգտագործմամբ։ Հեռախոսը որպես պատճառ, դա ոչ միտեղ չի նշվում, ոչ փորձագետների մոտ, ոչ քրեական գործում, ոչ միտեղ։ Դա հիմք չի լինում։ Բայց իրականում խթանման, դանդաղ ընթացքի ու նաև վթարների մեծամասնության պատճառ, այո, հեռախոսներն են լինում։ Ուղղակի պատճառներ կան, որոնք չեն նշվում, որովհետև այսպես ասած անապացուցելի են, էլի։ Անկախ վերահսկողության նոր միջոցներից եւ հանրային քննարկումներից մասնագետները մեկ հարցում համակարծիք են. ճանապարհային անվտանգության կանոնների պահպանումը մարդկային կյանքեր փրկելու ամենաարդյունավետ միջոցն է մնում։ Իսկ մեքենայի ղեկին յուրաքանչյուր վայրկյան կարող է դառնալ ճակատագրական, եթե վարորդը մոռանա, որ ճանապարհին պատասխանատու է ոչ միայն իր, այլև երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ինչ իրենից ներկայացնում լայմի հիվանդությունը և ինչպես դրանից ապահովագրվել։ Լայմին տեսերով փոխանցվող ամենատարածված հիվանդությունն է, վարակման ռիսկային խմբում են 3-ից 14 տարեկան երեխաները, դրսում ավելի ակտիվ լինելու պատճառով և 50 տարեկանից բարձր անձինք, այգեգործությամբ, որսորդությամբ, արշավներով հաճախ զբաղվելու պատճառով։ Մարդկանց վարակման ռիսկը բարձր է բնության գրկում ժամանակ անցկացնելիս, հատկապես խոտածածկ, թփուտավոր կամ անտառապատ տարածքներում։ Զբոսանքի կամ բնության գրկում հանգստի գոտիներ գնալիս անհրաժեշտ է հագնել երկար թևերով փակ հագուստ, երկար տաբատ և փակ կոշիկներ։ Ամառային հանգստի ակտիվ սեզոնի մեկնարկին զուգահեռ հաճախադեպ են դառնում մասնագետների բնության հատուկ պահպանվող տարածքներ, անտառներ ու խոտածածկ վայրեր այցելողներին ուղղված զգուշացումներն ու զգոնության պահպանման ուղղված կոչերը։ Պատճառը տզերի կողմից փոխանցվող լայմի հիվանդությունն է, որը ժամանակին չհայտնաբերվելու եւ չբուժվելու դեպքում կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Լայմի հիվանդությունը կամ բորելիոզը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված տզի խայթոցի միջոցով։ Մասնագետներն ընդգծում են հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը կարևոր են հետագա բարդություններից խուսափելու համար։ Օգտագործել միջատավանիչ միջոցներ, գրել երկաթև հագուստ, երկար տաբատ եւ գլխարկ, խուսափել բարձր խոտածածկից եւ թփուտներից եւ զբոսնել հիմնականում միայն արահետներով։ Ճաշտում վերադառնալիս անպայման սննել եւ ձեր երեխաներին տզերի արկայության վերաբերյալ։ Հիմնականում տզերը լինում են մազերում, ծոծակի հատվածում, ականջների հետևում, թևատակերում, աճուկային ծալքերում, հագուստի թևքերի, բանջարների տակ, կարող են լինել նաև ձեռքերի եւ ոտքերի մատների միջև։ Մասնագետների խոսքով հիվանդության հիմնական ախտանիշներից է մաշկի կարմրությունը, որը հաճախ ունենում է օղակաձև տեսք, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, գլխացավը, ընդհանուր թուլությունը, ինչպես նաև մկանային եւ հոդային ցավերը։ Բավական ծանր հիվանդություն կարող է լինել, եթե անհրաժեշտ սիմպտոմատիկ բուժում չստանալու։ Եվ ցանկալի է վերադառնալուց հետո լոգանք ընդունել եւ լվանալ հագուստը պարտադիր։ Բնության մեջ անվտանգ եւ պատասխանատու հանգիստը պահանջում է իրազեկվածություն եւ կանխարգելիչ միջոցառումների պահպանում։ Մասնագետները հորդորում են լինել զգոն, պահպանել առողջապահական անվտանգության կանոնները եւ հոգ տանել սեփական շրջապատի առողջության մասին։ Ամառային հանգիստը հաճելի եւ անվտանգ դարձնելու համար կարեւոր է հետեւել մասնագետների խորհուրդներին։ Լայմի հիվանդության ռիսկի նվազեցման համար տզերից պաշտպանվելը լավագույն միջոցն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Երևանում որմնանկարների և գրաֆիտի ոճի ձևավորումների համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին, կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ Քաղաքապետարանից նշում են, որ եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։ Եվ վերջում Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու։
Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։